Ես ուզում եմ հասկանամ, էլի դուք այդ ինչ եք կառավարել կամ այդ ինչ եք ստեղծել, որ այդքան կառավարչական հմտություններից եք խոսում։ Ես չեմ ասում եմ ենք անթերի ենք, բայց ձեզ որ լսես, ա տպավորություն կլինի մարդը մի հատ այն միլիարդ դոլարանոց յունիկորն ֆիրմա եք հիմնադրել, Forbes-ն էլ ցաղուրը ձեր բիզնես հաջողությունների մասին է գրում։ Այ ձեր ցավը տանեմ 45-ը 15-ին մի 10 րոպե գումարում եք, որ տրոլեյբուսների քանակ ստանաք, վերջը հասկանաք ինչքան է։ Ասում եք Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետին չի վստահում, աշխատանքային խումբ է ստեղծում ու այդ աշխատանքային խմբի ղեկավարը գիտեք ով է։ Երևանի քաղաքապետը։ Ես վստահ եմ, որ չգիտեք, որտեղ որ գոնե իմանաք, դա չեք ասի։ Սա ձեր պատրաստվածության մակարդակն է, թե դուք ամիսը մեկ պետքա գաք մի հատ քննադատություն հնչեցնեք, ինչքան ժամանակ եք տրամադրում, պատրաստվելու մի հատ հասկանաք ինչ եք խոսում։ Այսինքն աշխատանքային խմբի ղեկավարին չվստահելու հիմքով ներողություն եմ խնդրում, պարոն քաղաքապետ։ Նշանակ, այսինքն չի վստահում, ստեղծում աշխատանքային խումբ ու չվստահված մարդը աշխատանքային խմբի ղեկավարն է։ Մարազմի աստիճանը պատկերացնում եք այս ասածը, էլի կներեք։ Կամ ասում եք Digitech-ի այսքան գումար եք տրամադրում, այնքան գումար, ես ուզում եմ երևանցիները լսեն, Աստված չանի մի օր, որ դուք եթե հանգարց դառնաք իշխանություն, ձեր մտածողության մասշտաբը, այսինքն չպետք է վատա, որ մասնավոր ընկերության, մեծ գումարներ ունեցող ընկերության ներկայացուցիչներ գալի ասում են Digitech-ում ձեր տաղավարը Երևանի քաղաքապետարանի ամենալավներ կամ ամենալավերից էր, չէ, քանի հոգու գույքահար կա, տենց լավ չի, մատնաքաշով հաշվեք, ասեք քանի հոգու հացա, որ սենց ավելի սրտաճմլիկ լինի, էլ, այսինքն չպետք է քաղաքը տեխնոլոգիական զարգացում ունենա, չպետք է ցույց տա, որ լուրջ առաջընթաց ունի, որ օրինակ աշխատաշուկայում ծրագրավորողը պատկերացնի, որ իր կարիերային աճը, իր հմտությունների կիրառման տեղը կարող օրինակ Երևանի քաղաքապետարանը լինի, անպայման չի գնա մասնավոր։